Իմ որդին, երբ մենք երիտասարդ ենք, շուրջ 20, մենք տպավորություն ունենք, որ աշխարհը պետք է դադարի լսել մեզ, մենք ուզում ենք պատմել այն ամենը, ինչ գիտենք, այն ամենը, ինչ մենք հայտնաբերեցինք, ասես բացահայտեցինք բացարձակ ճշմարտությունը կամ հորինեցինք բոլոր խնդիրների լուծումը, բայց ժամանակի ընթացքում հատկապես 30-ից հետո մենք սկսում ենք հասկանալ, որ լռությունը հաճախ ավելի բարձր է խոսում, քան ցանկացած բառ։ Կյանքն ինձ սովորեցրեց ոչ միայն գրքեր կարդալ, այլև մարդկանց կարդալ, դիտարկելով դեմքերը, գիտակցելով, թե ում հետ արժե խոսել, եւ ով է ավելի լավ լռել, եւ այսքան տարիներից հետո ես եզրակացության եմ եկել։ Կան 12 բան, որ երբեք չպետք է բաժանես ոչ ընկերների, ոչ հարևանների հետ, նույնիսկ ով է ամենամոտը, կարող եք նույնիսկ մտածել, որ սա չափազանցություն է, բայց հայր, ոչ ոքի չեմ խանգարում, ինչու չեմ կարող կիսել դա։ Ես պատասխանում եմ իմ մեծ գերհանդրատ տզվիի խոսքերով։ Ոչ բոլոր դուռը պետք է բացվի, եւ ոչ բոլոր այցելուը լավ մտադրություններ ունի, երբեմն լռությունը լավագույն վահանն է ձեր խաղաղությունը պաշտպանելու համար։ Մենք հրեաները շատ ենք անցնում, նրանք փորձեցին փակել, ճնշել մեզ, արգելել մեզ խոսել, բայց կար մի բան, որ նրանք երբեք չէին կարող մեզ բերել։ Իմաստություն, քանի որ այն չի փոխանցվում բղավոցներով կամ աղմուկով, բայց դիտարկմամբ, փորձով, այն լռությամբ, որն անհրաժեշտ է էական իրերը, ոնց անկանում եք լավ ապրել, հարգվել, ունենալ անվտանգություն, ապա ուշադրություն դարձրեք։ Այսօր ես կբացահայտեմ 12 գաղտնիք, որը չպետք է համօգտագործվի, ոչ թե այն պատճառով, որ նրանք կախարդական են կամ քանի որ ինչ-որ մեկը կարող է ձեզ գողանալ ձեզանից, բայց քանի որ դրանք ավելի շատ բաներ են կորցնում, երբ ենթարկվում են առանց հայեցողության։ Սա միայն ամենօրյա խորհուրդ չէ, սրանք սկզբունքներ են, որոնք օգնեցին ինձ պահպանել իմ արժանապատվությունն, իմ բարեկամությունը, առողջությունը եւ իմ էությունը, նրանցից յուրաքանչյուրն արդեն փրկեց ինձ կամ իմ հարևանին ոչ միայն հեղինակություն, այլև նույնիսկ կյանք, հիմա ուզում եմ դրանք փոխանցել ձեզ, եթե պատրաստ եք լսել, բայց լսեք ոչ միայն ականջներով, սրտով։ Գիտեք, իմաստուն մարդ է ասել. Աշխարհը չի ղեկավարվում բանախոսի կողմից, բայց ով գիտի, թե ինչպես պետք է ճիշտ ժամանակին փակել, եւ ես ավելացնում եմ. Եվ ով գիտի, թե ինչ է փակել, ինչու ես ընտրում եմ այս մասին խոսելու համար, քանի որ ես տեսնում եմ ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր բացահայտում են իրենց կյանքը, ասես ապրանքներ էին արդար, եւ հետո նրանք զարմացած են, երբ նրանք նախանձում են, քննադատություն, երբ պլանները փլուզվում են, կամ երբ նրանք, ովքեր սիրում են, հեռանում են, այս ամենը տեղի է ունենում, քանի որ իրենք են բացել դռները նրանց համար, ովքեր լավ մտադրություններ չեն առաջացրել։ Այս պահին ես ձեզ հետ կկիսեմ 12 բան, որը երբեք չպետք է բացահայտվի, ոչ թե վախենալու համար, որ սխալներ եք թույլ տալիս, այլ ապրելու իմաստությամբ, խորությամբ եւ ինքներդ ձեզ հետ ներդաշնակ, ուշադիր լսեք, ոմանք կարող են թվալ աննշան մանրամասներ, բայց հիշեք. այն գտնվում է այն փոքր մանրամասների մեջ, որը ճակատագիրը կառուցված է, մի խոսք սխալ ժամանակ, եւ դու կորցնում ես ընկերոջը, գաղտնիք ասած նրանց, ովքեր չպետք է եւ հարգանք ես կորցնում, վատ տեղադրված բողոք եւ վաղը ձեր ցավը դառնում է ուրիշի կատակ։ Այս աշխարհում որդի, կա երկու տեսակի անձի։ Նրանք, ովքեր շատ են խոսում եւ դառնում դատարկ, եւ նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես են լռում եւ ուժեղանում։ Ես ուզում եմ, որ դուք լինեք երկրորդ խմբից, ապա կարգավորեք, մի պահ փակեք ձեր աչքերը, պատկերացրեք, որ դուք պարզապես չեք դիտում տեսանյութ, բայց նստած եք հին տանը, որտեղ փայտի եւ գրքերի հոտը լցնում է օդը, նրա դիմաց մի ծեր մարդ, ով շատ բան է ապրել եւ չի խոսում տեսողության կամ հավանումների համար, բայց քանի որ նա չի ցանկանում այդ ուսմունքները վերցնել իր հետ, դիտեք մինչեւ վերջ, եւ գուցե 10 տարի։ Այսուհետ հիշում եք այս խոսակցությունը եւ մտածեք. դու դեռ այստեղ ես, այնպես որ ուզում ես հասկանալ, այնպես որ լսեք առանց շտապողականության, այս բառերը պարզապես լսելի չեն, բայց ապրել։ Առաջին գաղտնիքը. երբեք մի բացահայտեք ձեր ծրագրերը, քանի անգամ ես տեսա մարդկանց փայլող մարդկանց խիստ ոգևորությամբ պատմելով իր երազանքների մասին։ Ես կբացի իմ բիզնեսը, ես կտեղափոխվեմ Իսրայել, ես ամուսնանում եմ, եւ հետո, մի քանի շաբաթվա ընթացքում հիասթափություն, դատարկություն, հիասթափություն, գիտեք ինչու, քանի որ պլանները նման են հացի զանգվածի, նախքան թխելը։ Ժամանակի առաջ շարժվելը, ամեն ինչ փչում է, մեր ավանդույթում ասվում է, մի բացիր քո սիրտը որևէ մեկին, ծրագրերը պետք է լռության կարիք ունեն հասունանալու, իսկ հետաքրքրաշարժ ականջները միայն ճանապարհին են ընկնում։ Երկրորդ գաղտնիքը. մի բացահայտեք ձեր թույլ կողմերը, ոչ բոլոր նրանք, ովքեր շփտում են ձեզ, ցանկանում եք ձեր լավը, եթե դուք ասում եք ձեր դժվարությունները, ոմանք կասեն, ուշ, կարող եք, բայց այդ դեպքում այն կօգտագործեք ձեր դեմ, երբ այն առնվազն ակնկալում եք։ Մի անգամ, դժվար պահին ես վստահում էի ընկերոջը, 2 շաբաթ անց ես լսեցի, որ նա խոսում է իմ մասին։
Սա արդեն կոտրվեց չի պահի, այդ ժամանակվանից ես իմացա, որ թույլ կողմերը չպետք է ցուցադրվեն, բայց միայն բաժանվել, թե ով է իրականում ձեր կողքին կամ Աստծո հետ աղոթքով։ Երրորդ գաղտնիքը։ Մի պարծենում ձեր բարի գործերով, օգնեց ինչ-որ մեկին, գերազանց, բայց եթե դուրս եք գալիս բոլորին ասելով, դա այլևս օգնություն չէ։ Դա դառնում է բիզնես, եւ այն, ինչը մեծահոգությունը վերածվում է էգոյի սննդի, սեջս դասախոսությունը։ Մի անգամ ես իմ աշխատավարձի մի մասը տվեցի հարևանի այրուն, ոչ ոք չի սովորել, եւ դուք գիտեք, թե ինչ եմ զգում, հպարտ, բայց ներքին խաղաղություն, սա իսկական լավն է, առանց հանդիսատեսի, առանց ծափահարությունների։ Չորրորդ գաղտնիքը։ Մի դատեք ուրիշների սխալները, ով ինչպես մարդիկ սիրում են մեկնաբանել ուրիշների կյանքը խոհանոցում, ավտոբուսում, սոցիալական ցանցերում, տեսնել եք, թե ինչպես է նա խմել, նա թողեց իր ամուսնուն, ասես չկարողացած մեզ ավելի լավ դարձնել։ Բայց ճշմարտությունը պարզ է, ով որ դատավորներին դատի, դուք միայն տեսնում եք ուրիշների կյանքի սառցաբեկորի հուշը։ Տակը ցավը, պատճառները, բախտը, ճակատագիրը, Թալմուդը սովորեցնում է, մի դատեք ինչ-որ մեկին, քանի դեռ չեք ձեր տեղում, եւ դուք երբեք չեք լինի, նույնիսկ եթե կարծում եք, որ հասկանում եք։ Հինգերորդ գաղտնիքը։ Մի բողոքեք ձեր ընտանիքից հասարակության մեջ, դուք կռվել եք ձեր կնոջ հետ, որդին հիասթափեցրեց, հարաբերական առաջարկ դա տեղի է ունենում բոլորի հետ, բայց եթե այնտեղ եք դուրս գալիս, ձեր սեփական ձեռքերով խաթարում եք ձեր սեփական տունը։ Ընտանիքը բյուրեղյա ծաղկամանի նման է, դրսից ճեղք եւ ամբողջ բովանդակությունը վտանգված է, քննարկեք ներսից, լռության մեջ լուծեք խնդիրները, բայց երբեք փողոց չգնեք, մարդիկ կպահպանեն միայն վատը եւ կվերաբերվեն ձեր սիրելիներին ավելի վատ, քան դուք արժանի եք։ Վեցերորդ գաղտնիքը։ Ձեր հոգին մի բացեք որևէ մեկին, կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքն առաջինին ասում են, ովքեր հայտնվում են, իսկ հետո զարմանում են, թե ինչու է նա վիրավորել, ինչու է նա տառապում մանիպուլյացիաներով, քանի որ հոգին երկաթուղային կայարան չէ, այն չի կարող լինել անցման վայր, բացեք ձեր սիրտը միայն նրանց համար, ովքեր ապացուցեցին, որ իրենք իսկապես կարող են լսել, ոչ միայն ձևացնում են հետաքրքրությունը։ Մի անգամ ես ինչ-որ մեկին վստահում էի իմ կասկածներին, հաջորդ շաբաթ օրը ես տեսա, որ իմ խոսքերը վերացվել են։ Բամբասանքների, այդ ժամանակվանից ի վեր ես հասկացա։ Վստահությունը ոսկու պես է, մի բաշխեք այն որպես անիմաստ արժույթներ։ Յոթերորդ գաղտնիքը։ Երբեք խոսեք, թե որքան գումար ունի, մեր մասին ասա։ Լռության մեջ փողը պատմվում է, մյուսները նույնիսկ հաշվում են, եթե դուք նոր մեքենա եք սպորտում, սպասեք նախանձին, եթե դուք բացահայտում եք ձեր աշխատավարձը, սպասեք վարկի պահանջներին կամ ագահության տեսքը, աղքատության նվաստացնում է։ Բայց հարստությունը ցույց է տալիս պատճառները, Աստված ձեզ տալիս է այն, ինչ ձեզ հարկավոր է, եթե ունեք շնորհակալություն, բայց ցույց տալը անհարկի խնդիրներ հրավիրելն է։ Ութերորդ գաղտնիքը։ Մի բացահայտեք ձեր բոլոր գիտելիքները, իմաստությունը նման է սուրսուրի, նրանք, ովքեր քաջ են անում յուրաքանչյուր անկյունում, առաջինն են կորցնելու իր ուժը, պարզեք, բայց քեյլ, խոսեք միայն այն ժամանակ, երբ նրանք հարցնում են, կամ երբ ձեր խոսքերը կարող են ինչ-որ մեկին սխալից փրկել, մի իմաստուն ռաբբին ասաց։ Սենյակում ամենախելացի չէ, ով վիճում է, բայց ով է լսում, իմաստուն մարդը խորը լավ է, դրսից մեկը չի տեսնում իր մեծությունը, բայց ով նրան խմում է, ջուր է գտնում ներքև։ Իններորդ գաղտնիքը։ Մի բացահայտեք ձեր ինտիմ կյանքը։ Սա, թերևս, այն ամենաթաքուն բանն է, որ մարդիկ այսօր անում են, դրանք վերածվում են ցույցի, թե ինչ պետք է լինի սուրբ, ինտիմ, ինչը պատկանում է միայն սրտին, ինչ է պատահում ձեր եւ ով է սիրում երկուստել, ոչ ոք, այն պահը, երբ դուք սկսում եք պատմել, թե ինչպես կամում հետ, այն ոչնչացնում է իրական հարևանությունը կառուցող առեղծվածը, կինս եւ ես հավատարիմ էինք 47 տարի, եւ ոչ ոք երբեք չգիտեր, թե ինչ է մեր հոգիների մեջ, այսպիսով, մենք ունեինք իրական սեր, հանդիսատեսի համար սերիալ չէ։ 10-րդ գաղտնիք։ Մի խոսեք ձեր մասին վատ խոսեք, երբեմն մարդը հայտնում է ես այնքան էլ խելացի չեմ մարտահայտություններով, ես դա չեմ անի կամ ով եմ ես դրա համար, եւ աշխարհը հավատում է նրան տեղադրելով հենց այնտեղ, որտեղ ինքն է դրել իրեն։ Մի եղեք ամբարտավան, բայց մի թուլացեք դա, սա մեղք է իր էության դեմ, դուք ամենաբարձր մակարդակի ստեղծում եք, ինչպես կարող եք վիրավորել այն, ինչ արվել է սիրով, մի օր նա ասաց ինքս ինձ. Սխալ, բայց ես սխալ չեմ, այդ ժամանակից ի վեր ես վեր կացա հատակից։ Առաջին գաղտնիքը։ Մի բողոքեք կյանքից, եթե ձեր բեռը ծանր է, իմացեք, որ ինչ-որ մեկը նույնիսկ ավելին է, լռեք լռության մեջ, խոսեք Աստծո հետ, կամ ում հետ նա իսկապես սիրում է իրեն, բայց ցավը չի վերածում հավերժական մատների։ Ես հանդիպեցի մի մարդու, ով ապրում էր Հառաչում։ Ողնաշարի ցավը, հարևանները աղմուկ են բարձրացրել, փողը բացակայում էր,
մինչև մի օր ես ձեզ ասացի։ Գիտեք, թե ինչու ընկերներ չունեք, որովհետև ձեզ հետ լինելը նման է փոթորկի կանգնելուն, ուժը ընդունում է, այո, հիմա դժվար է, բայց ես կենդանի եմ, ես դեռ պայքարում եմ։ 10-րդ երկրորդ գաղտնիքը։ Մի կրկնեք ուրիշների նախանձը, տեսեք, որ ինչ-որ մեկը բնակարան է գնել և մի ասա ինչ բախտ, գուցե նա խեղդվում է պարտքի մեջ, թերևս այն սպառվել է ներսից այն ստանալու համար, դուք չգիտեք դրա գինը, տեսնելով մյուսի հաջողությունը, օրհնիր նրան։ Բարուխ ասեմ, ուրախ եմ, որ այն աշխատեց նրա համար, նախանձը թույն է, նույնիսկ եթե դուք պարզապես կրկնում եք, թե ինչ են ասում ուրիշները, բառերը ձևավորում են ձեր ներսը, եթե ուզում եք ապրել լույս, թեթև խոսեք։ Սրանք իմ որդին են, 12 գաղտնիքները, պարզ։ Գուցե նախկինում լսել եք դրանք, բայց հիմա, ի սկզբանե վերջ տալուց հետո նրանք զգում են, որ դրանք պարզապես խորհուրդ են տալիս։ Նրանք կյանքի օրենքներ են, աղյուսներ, ձեր ամրոցը կառուցելու համար, ոչ մի քարե տուն, բայց ձեր ներսում տուն։ Այսօր, երբ մարդիկ չեն կարող մնալ 3 րոպե առանց էկրանի վրա խաղալու, այն փաստը, որ դուք եկել եք այստեղ, արդեն շատ բան է ասում, դա նշանակում է, որ ձեր մեջ իրական բան կա, դա այն չէ, ովքեր վազում են դատարկ խորհուրդներին, դա նրանցից մեկն է, ով ներկայացնում է խորությունը կարճ նախադասություններում չէ, դրդապատճառային կլիշեներ կամ էժան և աղմկոտ հաջողություն։ Մենք պարզապես գնացինք մի փոքր, բայց հիմնական ուղի, 12 քայլ, 12 հիշեցում, ոչ թե ինչ ասել, բայց ինչը փակել, ինչու է դա կարևոր, քանի որ կյանքը լեցուն է աղմուկով շատ, մարդիկ վախենում են լռությունից, իրենց հետ մենակ մնալու համար։ Նրանք լրացնում են ամեն ինչ, ցանցերը, ժամանակը, ականջները, միտքը, և այս աղմուկի մեջ էականը կորած է, ներքին ձայնը, խիղճը, հոգին, իմաստությունը։ Գիտեք ինչն է ուժեղացնում մարդուն, ոչ միայն գիտելիքներ կամ խոսելու ունակություն, դա լռելու ունակությունն է, երբ այն պետք է և խոսի միայն անհրաժեշտության դեպքում, լսեք սա, քանի որ հայրս ինձ սովորեցրեց։ Խոսքը սլաք է, մի անգամ առաջացած մի վերադարձիր։ Այժմ դուք գիտեք, թե ինչ չպետք է բաժանեք, բայց ես գնում եմ հետագա։ Դուք իրավունք ունեք ձեր հանգստության, ձեր հոգու, մտքերի, ձեր կյանքի համար, պարտադիր չէ ամեն ինչ բաժանել, որպեսզի բոլորի կողմից հասկանալ, որևէ մեկի համար բացելու համար։ Եվ ինչ անել այս գիտելիքների հետ։ Նախ ապրեք խղճի հետ, նախքան ձեր բերանը բացելը, փանդը որն է այդ բառի արժեքը, բառեր կառուցեք, բայց նաև ոչնչացրեք, և դուք կարող եք փչացնել ոչ միայն ուրիշների կյանքը, այլև ձերն։ Երազներ, հարաբերություններ, հեղինակություն։ Երկրորդ, ընտրեք իրեն, ով բացահայտում է իրենց, բաց հոգին թույլ չէ, եթե դու բաց ես։ Մն գիտի, թե ինչպես ուշադիր պահել ձեր վերքերը, բայց եթե ինքներդ ձեզ բացահայտեք բոլորին, մի զարմացեք, երբ նրանց մեջ ցեխ եք նետում։ Երրորդ, եղեք օրինակ, աշխարհը ելույթներով չի փոխվում, բայց երբ տղամարդը դառնում է հանգիստ, իմաստուն, ավելի բարի և մյուսները հետևում են նրան, դարձեք այս մարդը առանց աղմուկի, առանց ցուցաբերի, պարզապես ապրեք ամբողջականությամբ։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ ես դեռ պետք է խոսեմ, տարիքը համառ է, երբեմն արթնանում եմ և կարծում եմ, որ լավ է արևը կրկին տեսնել, բայց այս տարիներին մի բան սովորել է, առավել արժեքավորը այն չէ, ինչ մենք թողել ենք հետևից, բայց այն, ինչ կարող ենք անցնել, խորհուրդներ, աջակցություն, տեսք, մի խոսք, եթե դա տվել եք, ապարդյուն չեք ապրել։ Ես դա ասում եմ ձեզ, բայց դա նման է իմ ինքնասիրությանը 30 տարի առաջ, վերադառնալով անցյալ, ինձ տալու համար, որ ես ինքս անտեսեցի, եթե ինձանից ավելի փոքր եք, կարող եք դեռ ժամանակ տալ, խուսափելու այն, ինչ ես տատանում եմ ժտկելու համար։ Եվ եթե ձեզ հետ վերցնեք գոնե այս 12 գաղտնիքներից առնվազն մեկը։ Եթե 3 օրվա ընթացքում չմոռանաք, եթե խոսքը, որ ինչ-որ մեկին հիշի, որ դուք ձեզ կպաշտպանեք։ Այսօր սովորական է վերջ տալ հարցնել։ Կարճ մեկնաբանություն share, ես ոչինչ չեմ պատվիրի, բայց դա զգում էր, որ սա ոչ միայն մեկ այլ տեսանյութ է, այլ իրական խոսակցություն։ Եթե ցանկանում եք ավելի շատ երկխոսություններ այդպես, խնամք ոչ միայն լսել, այլև սովորել, աճել, փրկել այն, ինչ մոռացել էր, այնպես որ այստեղ մնա, ոչ թվերով, այլ այնպես, որ մենք ինքներս մեզ չենք կորցնում այս աղմկոտ և մակերեսային աշխարհում։ Ես կսպասեմ ձեզ լռության այս անկյունում, որտեղ ասվում է միայն անհրաժեշտը։ Շալոմ։ Թող որ ձեր հոգին լինի խաղաղության մեջ, թող ձեր խոսքերը իմաստուն լինեն, և նույնիսկ ամենադժվար ժամանակներում իմանան։ Իրական ուժը ճիշտ ժամանակին է։